Սամվել Կարապետյանը կոնկրետ փող է բաժնում, մեծահարուստ է, այդ փողերը, որ բաժնում է, ում ջանից պիտի հանի։ Տիկին Մելյան, նմանատիպ ձայնագրություններ գրեթե ամենօրյա ռեժիմով են տարածվում եւ փաստորեն հիմա նաեւ հակակոռուպցիոն կոմիտեն համագործակցում է ԱԱԾ-ի հետ։ Ինչի մասին են այս ամենօրյա ձայնագրությունները, օրինակ իշխանությունը ասում է, ընտրակաշառքի մասին են պարզ լսվում է, դուք հերքում եք, բայց եթե իսկապես որևէ ընտրակաշառքի դեպք չկա, որևէ այսպես խախտումներ չկան այդ ձայնագրություններում, ինչու է գրեթե բոլոր ձայնագրություններում նշվում, որ վայ ես բաց կապով ես, զանգել այդքան ասեցինք բաց կապով մի խոսեք, ձայնագրություններից մեկում նաև Գոհար անունն է լսվում, ես չգիտեմ դա դուք եք, խնդրեմ անդրադառնալ նաև դրան, ինչպես նաև Ալեն Սիմոնյանը օրերս Ֆակտոր TV-ում անդրադառնալով այս ձայնագրություններին ասաց, որ դրանք պետք է կոնկրետ հետևանքներ ունենան, իրավական նկատի ունենալով, ինչի մասին է խոսքը, արդյոք մտածում եք, որ այս մասով հնարավոր է նաև առանձին քրեական բանույթ նախաձեռնել հենց այս դեպքով, այս դրվագով, եւ կխնդրեմ ասեք, թե ինչ փուլում է Սամվել Կարապետյանի քաղաքացիություններից հրաժարվելու հարցը, քանի որ վերջերս նա կոնկրետ չէր պատասխանել մեր այդ հարցին, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ հարցադրման համար ու իրապես շնորհակալ եմ, որ այս հարցը բարձրացրեցիք, որովհետև կուզեի անդրադառնալ։ Տեսեք, մենք այս ձայնագրությունների հետքերով եւս դիմում ենք միջազգային գործընկերների, որովհետև սա խայտառակ միջամտություն է մեր քաղաքական ուժի նկատմամբ եւ սա ակնհայտ կերպով թիրախավորում է մեզ։ Նախ առաջին հերթին հայտարարություն անեմ ու պնդում կատարեմ, մենք բնավ կարիք չունենք կաշառք բաժանելու, որովհետև այն բնական հոսքը դեպի մեր քաղաքական ուժ, եթե տեսնում եք, այդ չի ենթադրում կաշառք, ինչի համար կաշառք բաժանենք, հա, մարդիկ ինքնաբերաբար մեծ սեր հարգանք են վայելում ու գալիս են այս անգամ այս ճնշումների պարագայում անդամագրվում են մեզ, այդ մեկ ու դրա մասին վկայում են այն բազմամարդ հավաքները, որոնց դուք ականատես եք լինում։ Հիմա շարունակեմ։ Նախ դուք տեսեք պնդում կատարեցիք, հա, լինելով լրագրող, ինչը անաչառություն է ենթադրում եւ ես շատ կուզեի, որ հենց զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները եւս գնան այս ձայնագրությունների հետքերով։ Ցանկացած նախաքննություն, եթե դուք բացեք հակակոռուպցիոն կոմիտեի կայքեջը հայտարարությունների բաժինը, որևէ գործով սենց հրատապություն չեք տեսնի, հա, որ ինչ որ ձայնագրություն են բացահայտում կամ գործի քննության հետքերով գնում են ու անմիջապես տենց մի քանի ժամվա կտրվածքով հայտարարություն են տարածում եւ այդտեղ կանգնում է ակնհայտորեն ես շատ ցավում եմ, որ իմ երկրում իրավապահ մարմինները, որոնք ունեն շատ կարևոր առաքելություն, առավել եւս հանցավորության նման աճի պարագայում, իսկ 18 թվականի 25 թվական համադրությամբ մենք մարզեր այցեր կատարելուց հանում ենք ցուցիչներ, հանցավորությունը տենց մարզ չկա, որ գոնե առնվազն 2 անգամ ըստ հանցագործությունների տեսակի աճած չլինի։ Ես ցավում եմ, որ իրավապահ մարմինները այդքան ռեսուրսները ավելացնելու համատեքստում, ինչը կենթադրեր հանցագործության նվազում, հակառակը հանցագործության աճ են թույլ տալիս գրանցել, որովհետև ամբողջ իրավապահ մարմինների ռեսուրսը այս տարիների ընթացքում առավելապես ուղղված է ընդդիմախոսներին ճնշելու։ Հիմա դուք հղում կատարեցիք մի ձայնագրության, չէ՞։ Արդյոք այդ ձայնագրության հավաստիությունը արձանագրված է։ Արդյոք այն անցել է փորձաքննության։ Արդյոք ովքեր են այդ ձայնագրության մեջ խոսող անձինք։ Արդյոք նրանք սադրիչներ չեն։ Արդյոք ընդհանրապես ապացուցվել է այդ մարդկանց առնչելիությունը մեր քաղաքական ուժին։ Այս 5 հարցներ ունեն ոչ պատասխան։ Ու մենք արդեն նախորդ տարի հնարավորություն ենք ունեցել սրբազան պայքարի գործով ականատես լինելու էլի մի շատ հնչեղ հայտնի ձայնագրության, որը շուրջ 1 ամսից ավելի շրջանառվեց, հետո փաստաբանները կաշկանդված լինելով նախաքննության գաղտնիքով չէին կարողանում նյութեր հրապարակել։ Հենց արդեն նախաքննության փուլը ավարտվեց ու դատարան փոխանցվեց գործը, փաստաբանները հրապարակեցին, որ այդ հայտնի ձայնագրությունը մի քանի ձայնագրություններից կտրված հատվածներ են, որոնք խմբագրվել են մի ձայնագրության մեջ։ Արդեն մենք ունենք փաստացի իրավիճակ, որ քաղաքական գործով խմբագրված ձայնագրություն էր հրապարակվել մանիպուլատիվ նպատակով։ Հիմա հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրությունները կարող եք ասել ինչի համար են ծառայում։ Ուրեմն ամեն առավոտ, ասեմ ավելին, հա, մենք տես չենք հրապարակում նաև այն ահռելի միջամտությունները մեր քաղաքական ուժի, մեր գրասենյակների նկատմամբ, որոնք տեղի են ունեն, որովհետև անգամ այդ միջամտությունների պարագայում մեր հանդեպ հոսքը մարդկանց ավելի է ուժ գնանում, որովհետև փոքր երկիր ենք, փոքր քաղաքներ ենք, փոքր գյուղեր ենք։
Եվ որ ապօրինաբար գալիս են 10-20 մարդու բերման են ենթարկում, ձերբակալում են, այն գյուղը վրդովումը չի հանդուրժում այդ 10-20-ի փոխարեն 100-200-ը գալիս են մեզ աջակցելու։ Հիմա ամեն օր գրեթե ամենօրյա ռեժիմով արդեն հեսա 400-յակին կհասնենք։ Կարող չհերքել, այս իշխանության մոտ հիանալի ստացվում է։ Մի բանում իրենք շատ հմուտ են, դա մեդիա դաշտում մանիպուլյացիաներ կատարելուն ու հավասարը չունեն։ Մենք ճշմարտախոսության կանխավարկածով ենք գալիս ու կրկին ասում եմ, թող օբյեկտիվ քննություն իրականացնեն։ Չի կարելի իրավապահ մարմիններին ծառայեցնել նման արհեստական միջամտությունների։ Բաց կապի մասին չխոսեցիք։ Կրկին եմ ասում, օրինակ եթե սադրիչա հատուկ ասում է, վայ բաց կապով զանգի։ Ասում եմ, դուք գիտեք ովքեր են այդ ձայնագրության մասնակիցները։ Ես չգիտեմ։ Ես այդ ձայնագրություն, իսկ ասում եք գոհար անունա տրվել, մեր քաղաքական ուժում 2 գոհար կան, կարող է հատուկ տրվում մեզ թիրախավորելու նպատակով։ Արդյոք դա հաշվի չեք առնում։ Կրկին ասում եմ, այդ ամենը պետք է փորձաքննվի, այս երկիրը ի վերջո գոնե թղթի վրա իրավական ու ժողովրդավար է։ Իսկ այդ ամեն ինչ հիմա իրենք անում են, դա այդ ժողովրդավարության ու իրավականության տրամաբանությանը հակասում է։ Ես ինչ պնդում արեցի, որ դուք ասացիք պնդում եք անում։ Չէ, դուք ասում եք նման ընթերցեցիք, հղում կատարեցիք ձայնագրությունը, ասում եք նման ձայնագրություն կա, որը ասում են ու որը ձեզ կավորում են։ Ըստ էության դուք այդ ձայնագրությանը հավաստիության կանխավարկածով եք մոտենում։ Չէ, ես ձեզ հարցնում եմ, ասում եմ, իրենք հրապարակում են, ես փաստ եմ ասում, փաստը չէ, որ որ վերադառնաք ձեր ձայն, հա, ես փաստ է, որ վերադառնաք ձեր հարցադրմանը կտեսնեք ինչ պնդում էր, էլի, երբ ասում եք ձեր ուժի վերաբերյալ նման ձայնագրություն։ Դե ես էլ ասում եմ, ես ասում եմ, որ այդ հաղորդագրությունները ունեն հավաստիության լրջագույն խնդիր եւ ես կխնդրեի հենց որպեսզի դուք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներդ ես օրինակ նոր իրազեկումներ արեցի, հա, սրանց հետքերով գնալ, եթե իրապես դուք շահագրգռված եք, որ մեր երկրում լինեն օրինական ընտրություններ, հա, որ մեր երկրում այս հիբրիդային իրավիճակը վերացվի ու նորովերտոնի պատուհանները փակվեն, որովհետեւ արդեն սկվայսնյա կա, հա, մեր երկրում մրսում ենք։ Իրապես հենց ես շատ եմ գնահատում զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներն ու ձեր ուժը։ Ես 5 շարժում եմ անցել ընդդիմադիր ու տեսել եմ, թե ինչ կարող եք դուք անել, երբ ամբողջ պետական համակարգը մեր դեմ է աշխատում ու կրկին, հա, այս ընտրություններին մեր զորավիկը նաև դուք եք, դրա համար է հրավիրված այս մամուլի ասուլիսը, որովհետև պատահական չի, որ դուք եք 4-րդ իշխանություն կոչվում։ Ինչեր կներեք Սիմոնյանը ձայնագրություններին անդրադառնալով նշել է, որ սրանք պետք է կոնկրետ իրավական հետևանքներ ունենան եւ Սամվել Կարապետյանի քաղաքացիության հարցը։ Հա, ես կուզեի, որ նաև իրենց հայտարարությունները իրավական հետևանք ունենան, եթե իրավական երկրում ապրենք, օրինակ, երբ վարչապետը իրեն թույլ է տալիս մարդուն սպառնալ բոմբ սարքելով։ Եթե նորմալ իրավական պետություն լինեինք, արդեն քրեական գործ հարուցված կլներ եւ նոր չէ որ այս հայտարարությամբ, հա, բազմաթիվ դրվագներ կան դրա համար, քաղաքացիության հետ կապված է բազմիցս անդրադարձել ենք, թե պարոն Կարապետյանը, թե պարոն Վարդևանյանը, որ որևէ մեկը չի հերքել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիության զուգահեռ Սամվել Կարապետյանը այլ երկու պետության քաղաքացիություն ունի, դա նորմալ է իր մասշտաբի մարդու համար, ասեմ ավելին, այդ շատ երկրներում նման հեղինակավոր մարդկանց քաղաքացիություն նաև շնորհվում է, պետությունն է նվիրում ու առաջարկում, իսկ դրանից հրաժարվելը հատկապես երբ որ մարդը տվյալ երկրում ֆիզիկապես ներկա գտնվելու հնարավորություն չունի, տեխնիկապես բավականին խրթին գործընթաց է դառնում, հա, որովհետև պետքա միջնորդավորված լինի, պետքա գործընթացներ անցնեն, կրկին այլ պետության մասին է եւ կրկին այն իրավիճակի մասին է, որ պարոն Կարապետյանը նոր հնարավորություն ունի ավելի ազատորեն գործելու գոնե իր տան շրջանակներում։ Հետևաբար մեկնարկները տրված են, ինչպես հայտարարել են, ու գործընթացը շարունակվում է։ Հիմա ինքը կոնկրետ ժամկետով սահմանված չէ, հա, որ այս երկրում քաղաքացիությունը երբ է դադարում։ Այդ հարցերին, թե երբ դադարեցմամբ կոնկրետ դե յուրե իրավիճակը կունենանք, պարոն Վարդևանյանը կարծում եմ ավելի ճշգրիտ կպատասխանի, բայց ես իրազեկեմ, որ ինչպես հայտարարել ենք, արդեն քաղաքացիություններից հրաժարման գործընթացը մեկնարկել էր։